Եղեք կատարել, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարել։ Այսպես է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս ավետարանում։ Եվ երբեմն մենք այս կատարելության ձգտումը չենք հասկանում, թե ինչպես պետք է իրականություն դարձնել։ Մենք մտածում ենք, որ ամեն ինչում կատարյալ լինենք։ Օրինակ, մեր ընտրությունը պետք է կատարյալ լինի։ Մենք ճիշտ ընտրություն ունենք։ Մեր կյանքը պետք է կատարյալ լինի։ Մեր հագուստն էլ պետք է կատարյալ լինի։ Մեր մեքենան էլ պետք է կատարյալ լինի, հա, կամ մեր տունը կատարյալ պետք է լինի, չգիտեմ։ Այսպես կեղծ արժեքների հետև ենք ընկնում, էլի։ Բայց մեր Տերը ուրիշ կատարելության մասին է խոսում։ Ինչպես է մարդը հասնում կատարելության։ Ապաշխարության։ Ճիշտ ոնց որ հակառակը լինի, եթե ուզում ես դու կատարյալ լինես, դու պետք է ոչինչ լինես։ Դու պետք է ոչնչանաս Աստծո առջև։ Երբեմն գիտես, մեր թերությունները, երբ որ մենք կյանքում ինչ-որ բաների մեջ թերանում ենք, չէ՞։ Դա նրանք են մեզ օգտակար։ Մենք այդ մեր թերացումներից պետք է օգուտ քաղենք, այսինքն ինչ-որ բանի մեջ մենք թերացանք, խոնարհվենք, ցկտենք լավ անել մեր գործը, բայց այդ կեղծ կատարելության ձգտումը թող չլինի մեր մեջ։ Օրինակ, մարդը պետք է ժամանակին ամուսնանա, հա։ Երբ որ ժամանակին չի ամուսնանում, օրինակ 30-40 տարեկանն արդեն անցնում, հա։ Տղամարդկանց մասն է հիմնականում խոսքը։ Իրենք արդեն տեսնում ես, որ այնքան բծախնդիր են դառնում, արդեն վախենում են, վախ են տեսնում, չեն ուզում ամուսնանալ վախի պատճառով։ Ինչու՞, որտեվ ասում են, այս տարիքում ամուսնանան, բա մեկ էլ բաժանվեն, բա վերջն ինչ կլինի, կամ այնպիսի մեկն առնեն, բա որ ինձ չլսի, ես արդեն, այսինքն մենք բավականին վախեր ենք ունենում, երբ որ ժամանակին չենք անում ամեն ինչ։ Երիտասարդ այդքան չի մտածում, իհարկե երիտասարդն են, որ երիտասարդ ժամանակ սխալվում է, հետագայում այդ սխալը սրբագրելը դժվար է լինում։ Երկու ծայրահեղություններն էլ վատ են, որ շատ թողնում են ուշանա եւ ոչ էլ շատ շուտ են ամուսնանում։ Երբ որ չափահաս է, հասուն է, արդեն հասկանում է որոշակի, արդեն ժամանակն է, մինչև 30 տարեկան, ճիշտ է։ Հնում ավելի շուտ էին ամուսնանում, 18-15 տարեկան, բայց հիմա այդ տարիքը մենք ասում ենք, որ չէ։ Այսինքն մարդը պետք է մի քիչ աչք փակի, էլի լիքը բաների վրա համակերպվի, եթե ինչ-որ։ Այո, անպայման խնդիրներ։ Այո, մենք պետք է համակերպվենք, խոնարհվենք եւ շատ բաների առջև աչք փակենք, հա։ Մեր կատարելությունը ոչ թե արտաքին պետք է լինի, այլ ներքին պետք է լինի։ Կատարելությունը խոնարհությունն է, ներողամտությունն է, սերն է, սա է։ Հա։ Մի հետաքրքիր պատմություն հիշեցի։ Մի վանական կար, որ շատ տկար էր մարմնով եւ չէր կարողանում շատ աղոթքներ անել, շատ պահքեր պահել, հսկումների վանքում էր ապրում, իսկ վանքում շատ խիստ կարգ ու կանոն կար։ Եվ ամեն մեկ ուզում էր մյուսից ավելի աղոթեր, մյուսից պահք պահեր, մյուսից, իսկ սա երբեմն ուշանում էր աղոթքներին, երբեմն տկար էր, թույլ էր, չէր կարողանում լիարժեք ծառայել վանական կյանքով։ Եվ այդ պատճառով շատ միշտ հալածվում էր, միշտ հանդիմանվում էր մյուսների կողմից, բայց երբեք չէր հալածվում որևէ մեկին եւ չէր հանդիմանում։ Միշտ խոնարհաբար սիրով տանում էր, ասում էր, դե ես եմ մեղավոր, ես իմ պարտականությունները լավ չեմ կատարում, այդ պատճառով մարդկանց կողմից հանդիմանվում։ Սիրով տանում էր։ Եվ այնպես պատահեց, որ իր հիվանդությունների պատճառով մահացավ։ Հիվանդացավ, տկարացավ, այդ վանականը մահացավ եւ մահվան մահճում վանահայրը իմաստուն սուրբ մարդ էր, ասեց գնա երկինք, տեսեք ինչ ասեց, սուրբերի առջև բարեխոսիր մեզ մեղավորներիս համար։ Վանահայրը տեսեք այդ տկար ու թույլ, նաեւ անկատար վանականին սրբադասեց մահվանից առաջ կարծես։
Եվ երբ որ մահացավ, վանականները չհասկացան մյուսներին, ասացին, այդ ո՞նց եղավ, ասում որևէ մեկից առավել չէ, դու ինչպես այդպես իրան ասում, որովհետև ինքը որևէ մեկին չդատեց, որտեղ իր ներքին կատարելությունն էր կարևոր, այն նա հասավ այդ խոնարհության։ Իսկ ավետարանում Տերը մեզ ինչ ասում, եթե չդատեք, չեք դատվի։ Չդատեց ու չդատվեց։ Պատմությունը մի հատ կինո կա, այդ կինոին էր շատ նման Օստրով Այո, Մամոնովիչ, այո։ շատ լավ։ Ուրեմն այդ մեր կատարելության ձգտումը ներքին պետք է լինի։ Երբեմն մենք այդ ներքին ու արտաքին շփոթում ենք։ Մենք ասում ենք մեր արտաքինից ամեն ինչ կատարյալ պետք է լինի։ Դրանով պայմանավորված է մեր ներքին կատարելություն, չէ, դրանով պայմանավորված չէ։ Շատ հիվանդներ ու կարիքավորներ մեզանից կարող է կատարյալ լինել։ Քան թե մենք ինչ որ մի բաների ենք հասել եւ մտածում ենք, որ այդ կատարելության իհարկե թափթփված անշնորհք չպետք է լինենք։ Կյանքում պետք է կարգու կանոն լինի, բայց ավելորդ կեղծ այդ կատարելության ձգտումը մեզ խանգարելու է։ Ուրեմն եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ, սա ներքին հոգևոր վիճակի մասին է։ Ամեն